Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ։ Բարև ձեզ Դավիթ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Չէ, մինչ համենալը մի հարց ունեմ Դավիթ։ Ձեր շքամուտքում շատ գեղեցիկ բուսականություն կա։ Ձեզ են պատկանում դրանք թե ոչ։ Շենքի ժողովրդին ինձ թվում է, ընդհանուր առմամբ մենք նոր ենք տեղափոխվել, իրոք տեղյակ չեմ ումն է, բայց երբ որ ջրելու կարիք ունենամ, ինձ ջրում է այդ ծաղիկները։ Այսինքն տենց շքամուտքի գեղեցկությանը նպաստում են։ Շատ լավ։ Այստեղ են լրիվ բանը, մեր շքամուտքը լրիվ են հին Երևանյան ընկերական շքամուտքեր։ Նախանձելի շքամուտք։ Հա, այն որ բարևում ենք իրար էլի։ Շատ կարևոր է ի դեպ։ Վերջերս շատ եմ ես պակասում։ Չորքոտանի բարեկամը ով է Դավիթ։ Ինքը եկավ ձեզ դիմավորելու, ինքը Մոլին է, Մոլի։ Բարև ձեզ Մոլի։ Մոլ, ասա բարև ձեզ։ Աստիարակված եւ համեստ շուն։ Այս Բարև Ալիսա։ հա, մեր տան դիմավորող շվեյցարներն են, մեր տանը համեցեք հակամից ներկայացնենք։ Արի։ Հա, Ալիս Մոլին չի կարելի տենց անել 100 անգամ ասել եմ, ինքն է քեզ հետո անելու։ Դավիթ, ինչպես է սկսվել ձեր օրը այսօր։ Այսօր սկսվել է աշխատանքային, ես առավոտ 8-ին երեկվա Ես առավոտ 8-ին երեկվա վիրահատված հիվանդներին էի վիրակապում։ Դու Ալիսան նկարի։ Վիրակապում էի, հետո հիվանդներ ունեի, գնացի իրանց էլ նայեցի ու նոր վերջապես հանգստյան օրը կարողանում եմ վայելել։ Դավիթ, ինչու է ձեր տանը մոտավորապես Արաբական Էմիրությունների ջերմաստիճան։ Մենք նոր ենք տեղափոխվել, ոնց ասացի, ու բոլորն ասում են մենք Երևանի ենք ապրել, այնտեղ միշտ տաք է։ Այնտեղ տունը ջեռուցում ենք մենակ երեկոյան քնելուց, որտեղ տաք է Երևանում։ Ու վեր եկանք մասիվ շատ ցուրտ է ու կացայի կարգավորումներն են հենց հատված, որ բարձր ջերմաստիճանի վրա իսկ կացան միացնում ենք հեռախոսով։ Ու քանի որ տունը չենք լինում, չենք կարող հետ կարգավորենք, որ այդքան էլ ցուրտ չի մասիվը, ոնց նկարագրում են, չնայած ոնց տեսակ ձուն է եկել։ Այդ արդեն խոսում է դրա մասին, պլյուս այն պանիկյոր ծնողներից ենք, երեխան չմրսի, շունը չմրսի, մենք ինչ։ Ինչպես անցավ ամանորը։ Ամանորը շատ լավ ընտանեկան միջավայրում, ես առհասարակ ամանորը միշտ դիմավորում եմ տանը, մինչև այս տարի հայրական տանն ենք դիմավորել, ինչ ուր ուզում է լինի, մենք դեկտեմբերի 31-ի գիշերը նույնիսկ այնց էքստրենի ռեյսերով հետ ենք ժամանել Հայաստան, որ տանը դիմավորենք, այդտեղ ինչ որ խորհուրդ կա, հա, որ իցա ընտանեկան տոնը։ Այս տարի մերի պապայի մամայի ընտանիքի ու իմ ընտանիքի հետ ստեղ ենք դիմավորել, որպես առաջի տուն, փողոց չեմ անցնում ձեռս կերպր։ Առաջի անգամ այդպես դիմավորել ենք բոլորով միասին մեր տանը, որպես համ նորամուտ, համ որպես ամանոր։ Դե շնորհավորում եմ ձեզ նաև նորամուտի կապակցությամբ։ Հիմա խոսենք ձեր մասին, ասացիք որ Երևանում եք մեծացել։ Իսկ արմատները որ Արեշ, ճիշտ ձևակերպումը տանք։ Երևանի վարչական շրջան, լավ այսպես ասենք, որ ավելի ճիշտ լինի։ Արմատները որտեղից են գալիս։ Ես հայրս ծնվել ենք Երևանում, այսինքն որպես այդպեսին առաջի երկու ծունկը մեր երևանյան է, հենց Երևանի փողոցի վրա ծնվել ենք Գրիգոր Նարեկացու ծննդատանը։ Ես էլ հայրս էլ, բայց պապիս Ստեփանավանի շրջանի Կատնախպյուր գյուղից է, իսկ մայրս Տաշիրից է, Լոռեցի, մենք Լոռեցի ենք ու ես ինչքան էլ հայրս այստեղ ծնված եմ, ինչքան էլ Երևանյան դաստիարակության մեջ լինենք, մի հատ sense խորհրդավոր բան ասեմ ձեզ, երբ որ ես գնում եմ ապարանի կողմով դեպի Լոռի ու կանգնում եմ այդ բարի գալուս Լոռ մարզը, տակը գիտեք չէ՞ ինչա գրել, Դբալավը։ Հենց Դբալավը անցնում եմ, տեսակ sense հանգստանում եմ, բոլոր խնդիրները մնում են ու ոչ որ լարված օր եմ մնում, մերին sense եմ կարող գնաս Դբալավը ու հետ գաս, որովհետև երևի տարունը կանչում է ռեալ այնտեղ հողի, անցնում եմ այդտեղ ու Լոռին սկսում է քեզ պաշտպանել
ամեն տեսակ փորձություններից, լարվածությունից ու ստրեսից, որը առկա է Երևանում։ Ու ասեմ հակառակը, հենց տպալավանցումից լարվածությունը հետ է գալիս։ Հանգստություն է գալիս։ Հանգստություն է գալիս այնտեղ, հա, ես ինձ պատկերացնում եմ, որ ինչ-որ խորը ծերության տարիքում ես այնտեղ եմ ապրելու Լոռիում ու հիմա որ տարբեր հիվանդանոցներից նույնիսկ առաջարկ եմ ստանում գնալ մարզեր, դες Լոռին առաջնահերթ հա, տենց լոռի, հա, տենց մեջս կա այդ բանը։ Հիմա խոսենք նաև պատի վրա արկա այս քարտեզից, որը միանգամից աչքի է զարնում։ Ուրեմն մենք տունը գրել ենք պատրաստի, այսինքն մեր տուն Երեխան այս պահին կարծում եմ պետք է քնի, չխանգարենք։ Հա, փորձենք չխանգարենք նրան։ Տունը գրել ենք պատրաստի։ Մենք տունը գնելուց, այսինքն որ օրը որ թղթաբանության հարցը լուծել ենք, հաջորդ օրը երեկոյան մենք տեղափոխվել ենք այս տուն, փոխել ենք միայն մահճակալի մատրասները, ներքնակները, հա, ներքնակ ճիշտ եմ ասում, եւ հիգիենայի որոշակի ատրիբուտիկաներ։ Ու քարտեզը եղել է տան ու ինքն էլ մեզ գրավեց, երբ որ մենք տուն եկանք նայելու, մի 10 տեղ տուն ենք նայել, սա մեր նախատեսած գումարից էլ շատ բարձր էր, բայց այտենց շատ հավանեցինք, այս քարտեզը գրավեց ու էկրանի վրա օվկիանոսի վիդեո էր միացրած, չգիտեմ եւի տան վաճառողը գիտեր ոնց պետքա վաճառի բնակարանը, ու գնացինք այս բնական քարտեզը, ինձ թվում է ինքը ինչ որ պատրաստի մուլյաժ է եղել, որը բերել հավաքվել է, որովհետեւ ամեն ինչը կար բացի Հայաստան բառից ու մենք 3D printer-ով տպել տվեցինք երկրորդ երրորդ օրը Հայաստանը ավելացրեցինք, քանի որ տեղ չկար հատկացված, Իրանից վերև ինչ կա մեր պրինցիպը։ Եվ այո, հենց այդպես էլ կա։ Փորձեցինք տենց բան անել։ Ինքը չի արտացոլում այսօրվա իրականությունը, ոչ էլ անցյալի հուսամ ոչ էլ ապագա իրականությունը ինչ-որ ձևով արտացոլում, ուղղակի գեղեցիկ ստացված քարտեզը, այդտեղ նավարկության կոմպաս, նավ, խարիս, թոտնուկ, հա, ու թոտնուկ ու տենց էլի բնորոշում ինքը շատ հետաքրքիր լուծում է տրված ու հետաքրքիր լույսերն էլ սենց ուղիղ ընկնում են վրան, հա։ Արկա երկրներից որոնցում եք եղել Դավիթ։ Այս մեր հյուսիսային երկրում ապրել եմ։ Ապրել եք 3 տարի ապրել եմ։ Հյուսիսային երկրում։ Սովորել եմ Կուբանի բժշկական ակադեմիայում, ավարտել եմ գերազանցություն, ասես կարելի ասել։ Որպես բժիշկ ուրոլոգ եմ այնտեղ հենց սովորել։ Երկրները Եվրոպան առանձնացված չի, եվրոպական բազմաթիվ երկրներում թվեմ թե կարելի է, հա, եվրոպական բազմաթիվ երկրներում ենք եղել, այստեղ Եգիպտոս, արաբական երկրներից Միացյալ Էմիրություններ, իսկ նպատակներից մեկը տրամադրվել եւ հասնել Միացյալ Նահանգները տեսնել, ոչ թե Չէ, հա, չէ, ոչ թե բան անել, հանձնվել, այլ տեսնել, հա։ Վիզան ունենք, բայց 17 ժամ թռիչք Ալիսայի հետ դեռ չենք պատկերացնում, իսկ ես մենակ ճամփորդել չեմ սիրում, Ալիսանումերին պետք է միշտ հետս լինեն։ Իսկ մեր ճամփորդությունները եվրոպական երկրներից գրեթե բոլորում եղել ենք, հենց մեծամասամբ սիրում ենք եվրոպական հանգիստը, այսինքն դա հանգիստ չի, եվրոպական էսթետիկան վայելել է։ Եվրոպական անհանգիստն է։ Անհանգիստը, օրը 20-ից 30 կիլոմետր ուղղակի, սենց արագ քայլքով քայլել է։ Ռուսաստանում եք վերադարձակ Հայաստան, դա հազվադեպ երևույթ է։ Վերջերս չէ, շատ են վերադառնում։ Առհասարակ մենք սովորում ենք երևի 6-7 բժիշկ, երկուսը մնացին այնտեղ, մենք բոլորով վերադարձանք։ Հիմա այժմ աշխատում են, դրանց կարամ թվեմ նույնիսկ տղերքին, ողջույնները ուղարկենք, հա, անոթային վիրաբույժներ ունենք, երկու շատ հզոր, ունենք թոքային վիրաբույժ, որը բաժանմունքի ղեկավար է հիմա, մեր հետ էր սովորում վերադարձավ, ունենք վնասվածքաբան օրթոպեդ, որ վերադարձավ, գինեկոլոգ ունենք, որ վերադարձավ, տղերքից 2 հոգի մնացին, ովքեր արդեն այնտեղ հաստատվել էին, բնակարան ունեն եւ այլն, իրանք արդեն չեկան Հայաստան, իսկ մենք ավարտելուց հետո ես մի քիչ էլ աշխատեցի, հանդիպեցի կնոջս, ասացի կամ գնանք այնտեղ, ասաց չէ, ես Հայաստանից դուրս կյանքս չեմ պատկերացնում, դե պատմաբան է մերին, ու այդ ալիքի տակ համոզեց հետ բերեց ինձ Հայաստան։ Եվ շատ շնորհակալություն Մերին, որ կարողացավ ձեզ համոզել։ Մերի, խոսենք հիմա ձեր մասնագիտության մասին։ Այս պահին աշխատում եք թե երեխայի հոգսերով եք տարված։ Ես, ինչպես Դավիթը նշեց, մասնագիտության պատմաբան եմ, երկար տարիներ աշխատել եմ դպրոցում, բայց մոտավորապես 3 տարի արդեն աշխատում եմ բանկում, կտրուկ փոխել եմ ոլորտը։ Ինչպես է ստացվել այդ տեղափոխությունը։ Դե միշտ պետք է կյանքը հետաքրքիր պահել, եթե ինչ-որտեղ հետաքրքրությունը կորում է։ Բանկի պատմաբանական բաժնում եք աշխատում։ Նաև։ Վարկային պատմությունների բաժնում։ Ու
Չէ, այս բանը աշխատում եմ, Ալիսան արդեն հաճախում է մանկապարտեզ։ Ու այդպես։ Դպրոցում ինչպես էր ընթանում Չէ։ աշխատանքը։ Քանի որ պատմության մասնագետ եմ ու ինչպես հասկացաք արդեն Դավիթին հենց սկզբում միանշանակ դրվեց, որ մենք այլ երկրում չենք ապրելու, եթե պատրաստում ենք ամուսնանանք, բնականաբար գալիս էր նաև մասնագիտությունից ու դպրոցում շատ էի սիրում դասավանդելը, մոտ 10 տարի աշխատել եմ դպրոցում ու ոնց որ շատ սիրելով երկիրը նաև նպաստում էի նրան, որ երեխաները ճանաչեն առաջին հերթին իրենց հայրենիքը, որ կարողանան հասկանալ ինչ է պիտի սիրեն։ Շատ լավ էր։ Իսկ երեխաների հետաքրքրությունը դեպի այդ առարկան մեծ էր թե ոչ։ Հետաքրքրությունը երեխաների կապված է նաև, ինչպես նշեցի իմ խոսքում, նրա հետ, որ երեխաները պիտի ճանաչեն իրենց հայրենիքը, իսկ երբ որ ճանաչում են, բնականաբար նաև սիրում են իրենց հայրենիքը ու պատմության նկատմամբ հետաքրքրությունը եւս գնալով մեծանում էր։ Կարծում եմ կատարել եմ իմ առաքելությունը հետ առումով։ Այստեղ ես կուզեմ ավելացնեմ, իմ մայրս էլ է պատմության ուսուցչուհի, իմ պատմության ուսուցչի մամաս եղա, չէ, ինքը չի ծանոթացրել մեզ։ Դες կավոտապահորդին ինչ-որ կոնֆերանսի տեսա, տաղուս ուզում ես աղջիկան, չէ, դες չի եղել։ Մամաս էլ է պատմության ուսուցչուհի, դեպ այս վերջերս Հայաստանի քիչ մասնագետացա կամավոր ատեստացիան 85 ու ավել տոկոսով անցավ, տենց բարձր բալերով ու մամաս պատմությունը ինձ միշտ բացատրել է ոչ թե տարեթվերի ու այս թվին այս թագավորն է կառավարել, այս թվին էսա տեղի ունեցել, այլ մամաս ցույց էր տալի պատկերացում դարաշրջանի մասին։ Այս թվին երբ որ Տիգրան մեծը կառավարել է, այս փողոցը որ դուք տեսնում եք, այստեղ ձիեր են։ Ձիերով մարդիկ քայլում են, այստեղ փոքր շուկա էր, ու դու ասես մտովի գնում էր այդ ժամանակաշրջան Քրիստոսից առաջ, ասենք 55 թվական, ու պատկերացնում էր, էլի պատկերացնում էր շուկան, այդ զրահով տղամարդիկ, այդ պատերազմական դաշտերը, իսկ Երևանի փողոցում ապրել է դրա առավել վառ օրինակներ, որտեղ ես թանգարանից ապրում էի մի քանի 100 մետր ներքև, ու իմ ամենասիրած վայրը դա Երևանի ամրոցն էր, Արգիշտի խինելի։ Արգիշտ չէ։ Երևանի ամրոցը Արգիշտի խինելին ճիշտ է կներես։ Երևանի ամրոցն էր, որ Արգիշտի երկրորդն է հիմնել ու երբ որ դու քայլում ես ընդեղով ու տեսնում ես, հայ մարդիկ ստեղ են ապրել։ Այս Երևանի փողոցի վրա որ սուպերմարկետը կա, ժամանակից տեղ ասենք, չգիտեմ, ձիերի պահման կետ է եղել կամ ինչ-որ խորան է եղել ու դու հասկանում ես, որ էվոլյուցիոն մարդկությունը գնացել է դեպի նրա զարգացման, բայց ընդհանուր առմամբ ինքը նույնն է մնացել, մարդիկ նույնն են մնացել, այդ հետաքրքրություն դրա մեջ է, ու պատմություն ես էլ եմ շատ սիրել, պատմության օլիմպիադայի հաղթող եմ եղել բժիշկ լինելով։ Շատ հետաքրքիր է, մայրիկը մինչև օրս աշխատում է դպրոցում։ Անպայման։ Ատեստացիան անցել է։ Մի քանի մի 2 ամիս առաջ անցել ու տենց բավական բարձր բալերով հպարտանում եմ մայրիկով էլ այդպես։ Եվ արդեն ստանում է բարձր աշխատավարձ։ Դեռ վերանայում չի եղել, որովհետև նոր է հանձնել, բայց հա, արդեն ակնկալվում է իր բարձր աշխատավարձը, ստեղ մայրս մի հատ լավ նախադասություն ասեց դրանից հետո ոնց որ ավելի մոտիվացված սկսեց ինքը համաշխատել, համ բացի աշխատավարձի պայից, ինքը ոնց որ նորից այդ ռեսուրսայնության մեջ եղավ, 6 ամիս պարապում էր, ոնց որ ընդունելության քննության, ասում եմ մամ, ես քեզ այդ փողը կտամ, բան արել, տուն հետ արի, ասում էր չէ, պիտի հանձնեմ ու տենց հանձնեց ինքը։ Դավիթ, տունը պատրաստի վիճակում է գնել, չէ՞, այսինքն որևէ վերանորոգման աշխատանք չեք իրականացրել, բայց շատ հետաքրքիր է նաև առաստաղը, այսպեսի բան չեմ տեսել։ Ես էլ չէի տեսել, ու հատակ առաստաղին։ Հատակ առաստաղին, հա, լամինատապատ հատակա, մեր նախորդ տան տերը, որ հենց առաջի տերն է եղել, նորակառույց է եղել, ինքը գնել է, հետո մենք ենք գնել, ինքը 3 երեխա ուներ ու մեծ կատու, շատ հոյակապ, տենց բարի պուպուշ ընտանիք էին, ու ես հասկացա ինչի համար նա այդպես արել, որովհետև մի երկու բաց պատմենք ունենք ու Ալիսան արդեն հասցրել է վրան նկարազարդ երեկոներ կազմակերպի, իսկ այս պատը թույլ է տալիս, որ եթե նույնիսկ ինչ-որ բան նկարվում է, ինքը շատ արագ մաքրվում է, իսկ ինձ թվում է առաստաղն է զուտ, որ այս էսթետիկայի հետ կապ ունեն, հա։ Շատ հետաքրքիր։ Հա, շատ հետաքրքիր լուծում է ստացվել ու բավականին տենց հաճելի բնակարան է։ Աչք է շոյում։ Աչք է շոյում, հա, իրոք։ Մասնագիտության ընտրությունը ինչպես եղավ։ Շատ բժշկի մասնագիտության։ Այո, բժշկի։ Այլ մասնագիտություն էլ կա։ Չէ, բժշկի մասնագիտությունը ես թվաց հենց ուրոլոգիայի մասնագիտություն, որտեղ դա երկու տարբեր պատմություններ են։ Դե կխնդրեմ հերթով գանք։ Բժշկի մասնագիտությունը ես ունեմ երջանկահիշատակ քեռի Արմեն Կարպի Ղազարյանը, ով մոտ 2-3 ամիս առաջ մահացավ։
իմ մամայիս քեռու տղան էր Հայաստանի առաջին ռադիոլոգը, հենց ասեմ, առաջի մարդը որ համակարգչային շերտագրություն էր իրականացրել սոնոգրաֆիա, ես որ միշտ իրան նայում էի, իր պահվածքին, շարժուձևին, խոսալու մաներային, ներքուստ գերագույն հաճույք է ստանում մարդուց ու ինքը հանդիսացավ առաջի մոտիվատորներից մեկը, որ ընտրեմ այս մասնագիտությունն է։ Ցավոք սրտի հանկարծամա եղավ մի քանի ամիս առաջ ու իրան նայելով, հետո ընտրելով մի մասնագիտություն, ինձ պապիկս ելի երջանկայի շատակ միշտ ասում էր, քո ինչ գործ անես, պետք է հասկանաս դու ինչ օգուտ ես տալի մարդկանց, որովհետև երջանկությունը մարդկանց օգուտ տալու մեջ է։ Պապիկս մեծ դեր է ունեցել իմ դաստիարակության մեջ, ինքը եղել է բավական զարգացած անձնավորություն, հենց սովետի ժամանակվա զավոդի տնօրեն որ ասում են, այսպես ասած, ու պապիկս միշտ այդ օրինակը բերում էր, ասում էր քո աշխատանքը պետք է օգուտ տա մարդկանց։ Եթե քո աշխատանքը մենակ քեզ է օգուտ տալի, դու երջանկության չես հասնելու, ու բժշկի մասնագիտությունը ինձ թվում է ամենավառ օրինակն է, որ կարելի է երջանկություն պարգևել։ Իսկ ուրոլոգիան ես երբեք չեմ մտածել ուրոլոգ կդառնամ, մինչև 4-րդ կուրս կար Վլադիմիր Ավակյան բժշկական կենտրոն, որտեղ ես դասի էի, այնտեղ դասի էր իմ առաջի ուսուցիչ ուրոլոգիայում Երևան Սերգեյ Հարությունյանը։ Ուղղակի Երևան Սերգեյիչի մոտեցումը մեզ ուսանողներից ու մոտեցումը իր հիվանդներին, իր կլինիկական մտածողությունը մի շաբաթ դասի եմ եղել իր մոտ, հաջորդ 2 շաբթի մոտեցնում կարամ գամ ես միշտ ձեր մոտ սովորեմ ու տեղից սկսել եմ ճանապարհը դեպի այս մասնագիտացումը։ Այսինքն այդ օրը Երևան Սերգեյիչը ոնց որ փոխեց, որովհետև մենք եկել ենք ուրոլոգիա սովորելու, իսկ ինքը մեզ սովորացնում էր բժշկություն։ Ես գիտեմ, որ դուք նաև կինոման եք։ Անտանելի։ Այսօր հասցրել եք ֆիլմ դիտել, թե դեռևս։ Երեկոյան քնելուց։ Երեկոյան քնելուց, որ ֆիլմը դիտեցիք։ Երեկոյան քնելուց Ալշուտ Փլարիբուս սերիալի վերջի սերիան էի նայում, հիասթափվեցի։ Առաջի 2 սերիան ասես նայում ես, վաու, ինչ թույն միտք է, ու հետո նայում ես շատ դանդաղ, երկար սերիաներ, չգիտեմ դուք հասցրել եք նայեք թե չէ, շատ դանդաղ սերիաներ, երբ որ ասենք, չգիտեմ, սառնարանը բացում է գլխավոր հերոսը ու 3 րոպե սառնարանի պարունակությունն է բանում, հասկանում եմ, որ ինչ-որ տենց պեդանտ ավելի կինոմանները կարող է դրա տեղ ինչ-որ բան տեսնեն, բայց ես որպես լայց կինոման ցանկանում եմ ավելի զարգացում տեսնել, իսկ զարգացումը շատ դանդաղ էր սերիալում ու զարգացման ավարտը երևի կգնա, իսկ սերիալներից, որ այտենց արագ զարգացում ունի, օրինակ Eric Kripke-ի The Boys-ը, որ օրինակ ամեն սերիայում ինչ-որ բան է տեղի ունենում, 8 սերիան, մի 120 սերիանանոց ֆիլմի իրադարձություններ են տեղի ունենում, Ալիսան մեզ կոնֆետ հյուրասիրեց, շոկոլադ, բայց ինչ չի կարելի բալես։ Կա հայկական ֆիլմ, որը խորհուրդ կտաք նայել, թե մինչև Ես խորհուրդ կտամ նոր սերիալ հայկական, եթե նայեն, ինչից հետո։ Թե մինչև անկախությունը եւ թե անկախությունից հետո։ Սերիալ կա, որ վերջերս է դուրս եկել, եթե դեմ չեք խորհուրդ տամ նայել, օրինակ, չգիտեմ, կինոդարանը ինչ նկարում է այս վերջի մի քանի ժամանակներում, մեկը մյուսից լավն է ստացվում, ըստ ինձ 11-ն էր շատ լավ սերիալ ֆուտբոլի մասին, դες ֆուտբոլի որպես երկրպագու ու շատ հավես սցենակար, երբ որ Ստամբուլյան եզրափակչի մասին գլխավոր հերոսը պատմում է ապագա ֆուտբոլիստներին, այդ եզրափակչում էր, երբ որ Լիվերպուլ-Միլան հանդիպումներ, ֆուտբոլի պատմության ամենահզոր հանդիպումներից մեկն է եղել, ոնց որ Բորոդինոյի ճակատամարտը պատմության մեջ, տենց Ստամբուլյան եզրափակիչն է, երբ որ Լիվերպուլը 3-0 պարտությունից հետո հաղթում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, նույն կինոդարանի ռաունդը, էլի բավականին իմ համար ստացված սերիալ էր, իսկ հայկական ֆիլմերից մենք ենք մեր սարերը, ֆանտաստիկ ֆիլմ է ու ես ու Մերին իրան նայում ենք ճանապարհներին, մենք ճանապարհ գնալուց միացնում ենք YouTube-ով ու մենք ենք մեր սարերն ենք նայում, նայում վերջերս եթե դեմ չեք հեռախոսից մեջ մի հատ սքի ֆիլմի անուն նայեմ, Սիրով։ Մեր էլի սերվիսներից մեկն էր հայկական, որ տեղադրել էր ֆիլմը, ֆիլմում խաղում է երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը, բժշկի մասին է, կոչվում է ապրում էր մի մարդ, երիտասարդ Արմեն Ջիգարխանյանն է խաղում, բժիշկ է գյուղում, ով ունի ծանր հիվանդ ու չի կարողանում տեղափոխի քաղաք բուժման, ու գյուղում բժշկի կյանքի մասին է, նոր ավարտ երիտասարդ բժիշկ, շատ երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը այնտեղ, շատ հոյակապ ֆիլմ է, շատ սիրում եմ Եռանկյունին, երևի բարի, բայց ամենատխուր ֆիլմերից մեկն է մեր հայկական իրականության մեջ 0199-ը, դες կարճամետրաժներից ու միշտ երբ որ գնում եմ Գյումրի, էլի մերին գիտի, որ
ինչ եմ ասում, գնանք Դագարիգը տեսնենք, որտեղ այդ ֆիլմը Մհեր Մկրտչյանի երկրպագուն եք։ հա։ Մենակ թանգարանի կողքով անտարբեր չեն գալիս։ Հա, մենք միշտ մտնում ենք ու այդ թանգարանում, դուրս ենք հա, գալիս։ հուզվում դուրս են գալի իր էներգետիկայից, որովհետև չկա տենց ֆանտաստիկ դերասան է Մհեր Մկրտչյանն եղել։ Գուցե ինչ որ անընդհատ մենք իրան նույն ամպլուայի, նույն դերերի մեջ ենք տեսել, բայց այդ դերը, այն դերն է, որ մենք տեսնում ենք ամեն օր մեր իրականության մեջ։ Իսկ 0199 ուղղակի մտած իրավիճակը իր սկեչ, ասենց ասեմ, երկար բարի համով սկեչ է։ Դավիթ 3 համաշխարհային ֆիլմ խնդրում եմ նշեք եւ մենք տեղափոխվենք գովազդի։ Всё։ Առաջինը անփառունակ սրիկաները Քվենտին Տարանտինո, Inglourious Basterds, չգիտեմ, ինչքան հիվանդ ուղեղ պետք է ունենաս, որ ֆիլմ նկարես նրա մասին, որ Հիտլերին կինոթատրոնում վառում են ու այդ ժամանակ քո սիրած ռեժիսորների մասին խոսած գերմանական ֆիլմը Ռիֆենշտայնի եւ մնացածի Տարանտինոն է։ Երկրորդ ֆիլմը, որ ես կուզեմ առանձնացնեմ, դա Կեսգիշերը Փարիզում Վուդի Ալենի ֆիլմն է, գլխավոր դերերում իմ սիրած դերասաններից Օուեն Վիլսոնն է խաղում, հոյակապ ֆիլմ, երբ որ Օուեն Վիլսոնի կերպարը նստում է մի սեղանի շուրջ Հեմինգուեյի, չգիտեմ, Սալվադոր Դալիի ու մնացածի հետ հայտնվելով 20-րդ դարի սկզբի Փարիզում ու ֆիլմը ավարտվում է շատ հետաքրքիր տեսանով, եթե կարելի է, երբ որ ինքը անդադ ուզում է գնա 20-րդ դարի սկիզբ գլխավոր հերոսը, որպեսզի հանդիպի իր կուրքերին, Դալիին, Հեմինգուեյին, ու տեսնում որ սովորական մարդիկ են, ու այնտեղ կա մի կերպար, որ ուզում է հայտնվի 19-րդ դարի Փարիզում, այսինքն ու հայտնվում ու նույն իրավիճակում հայտնվում, երբ որ տեսնում է դա նույն մարդիկ են, ուղղակի Հեմինգուեյն էլ է հասարակ մարդ, ու բոլոր մնացած մարդիկ էլ հասարակ մարդ են, ու ռուսական ֆիլմ եմ ուզում առանձնացնեմ, եթե չեք նայեք, դա Բիկովի Իդիոտ ֆիլմն է, ֆիլմ նրա մասին, թե ոնց է դաժե դու այնքան է կոռուպցիան երկիրը կամ ինչ-որ փոքր քաղաքը գրավել, որ եթե մարդիկ դաժե ուզում են լավ բան անեն, արդեն կոռուպցիան ու այդ կապերը այնքան է իրանց կապել, որ իրենք չեն կարող ու ընդհանրապես մի իդիոտ, որ դեռ չեն կփլվում է, կոմունալ խնդրի մասին է ֆիլմը, ինքը վերջում շատ վատ ավարտ է ունենում, անպայման պետք է դիտել այդ ֆիլմը։ Երեխան այս պահին վայելում է իր անհոգ մանկությունը, չելով այս տոնական մոմը, իսկ մեր ծրագրում կարճատև գովազդային դադար է, որից հետո վերադառնալու ենք եւ շարունակենք մեր բացահայտումներն ու հետաքրքիր զրույցը։ Ապրես Ալիսա, փչիդը։ Վաու, ապրես։ Կրակներ։ Դավիթ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համով տանիք, Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ ինչ որ իք վերջավորություն բան արեցի։ Փորձեցի, շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն, կօգտագործենք, կարծիքները կհայտնենք, անպայման կզանգեմ ես։ Բարի, ես կսպասեմ ձեր զանգին։ Խոհանոցի հատվածում են գտնվում արդեն Դավիթ եւ ինձ հետաքրքրում է դուք հասցնում եք լինել խոհանոցում որպես ստեղծագործող, թե միայն որպես սպառող։ Չէ, հասցնում եմ լինեմ, այնքան չէ ինչքան կուզեի, որտեվ ես միշտ ասում եմ, թե բժիշկ չլինեի, խոհարար էի լինելու։ Պրոստը մերին միշտ բողոքում է, ասում է, ուտելիքները շատ համով է, բայց քեզանից հետո խոհանոցը պետք է տակնու վրա մաքրվի։ Ես դեմ եմ։ Ինքը դեմ է, միշտ Շատ համով է սարքում, բայց հետևանքները շատ դժվար են վերացվում։
Ալիսա այդ փայլերը մի դիբերան։ Ձեռը հասցնենք։ Մենք մոտավորապես 1.5 ժամ է ձեր տանն ենք գտնվում եւ մեկ անգամ նույնիսկ մոլիի ձայնը չենք լսել։ Ահա։ Ինչպես է դա այդպես ստացվել եւ առհասարակ մոլին ինչպես է ձեր տանը հայտնվել։ Մոլին մոլին հայտնվել է մինչև Ալիսան ու մեր կյանքի շատ մի հատ դժվար իրավիճակում ու ոնց հայտնվեց 2023 թվականի նոր տարուց հետո մեր հետ դուրս ենք եկել ման գալու հա Ալիսայի մասին եք ասեմ հա բանը մոլի հետ հայտնվել ենք մոլի հետ մերի հետ ման էին գալի քաղաքում ու փոքր աղբերս միշտ ուզեցել է շուն ունենա Մենք էլ այն ժամանակ ապրում էինք մամայինցս տանը Մերի հետ զբոսնում էինք ու տենց ասեցի գիտես չէ այդտեղ մի հատ տեղ կա մտնենք մեր խամյակ ունենք այն ժամ խամյակին կերը առնենք ու շներ կան բան նայենք ու մտանք շներին նայելու տենց նայում ենք տարբեր բան մալցիպու կար բան մեկ էլ էս մարդա մեկը արիստե մոլի արիստե հա մեկ էլ էս մարդա մեկը մերինը շներից պանիկ վախում է հայտնվում է մերի ոտքերի տակ ու զգում եմ մերին չի վախում սենց ձեռով բան մերին բռնեց գրկեց ասում տնաշեն դու փողոց շուն ես տենում 5 կիլոմետր ենկամ ես գնում ու դու հիմա շուն ես գրկեցինք ասի մեր էս ինչ որ նշան է որ մենք պետք է շանը տանենք ու ինձ այդ օրը գումար էին պարտք այդ գումարն էին հետ տվել 200,000 դրամ էր շունը ավելի թանկ արժեր ասացի ես այսքան գումար ունեմ եթե այդ գումարով ինձ կվաճառեք շանը կտանեմ ու տնեցիք ինչ ենք ասել մեր տնեցիք այս փոքր կվարտիրայում են ապրում ու ասացին հա ասի բայց որ մամայինք չհավանեն թե մի քիչ գումար կպայեք մենք հետ կտանք էլի շանը ճանապարհին գնում ենք ասես լարված էլի ու անուն դրեցինք իրան շատ շաբլոն անում մոլի գնացինք հասանք տուն մտածում էինք որ չի մամաս դե լավ երեխեք ջան ովա տեսեք կվարտիրայում շուն պահեն եւ այլն էլի իրան դրեց պիտբուլի տեղ ովա կվարտիրայում շուն պահում եւ այս կամ այնքան ու ասացիք լավ ման ոբշն պահում ենք մենք էլ ենք ստեղ պահեցինք շանը ու մի ամիս հետո ինքը մորս գրկից այնքան չէր քնում հա հիմա մաման գալիս մեր տնից տանում ասում բան թորներիցս մեկին տվեք տանը մեկը մոլին է Դավիթ, որպեսզի հասցնենք բացահայտել ամբողջ բնակարանը, կխնդրեմ նաև պատմել այն նկարի մասին, որը տեսնում եմ անդադար ինչ-որ հարթումների մեջ է գտնվում։ Այս մի նկարն է դեռ ստեղ, սենց ցույց տամ, հա, սենց Ինչ է դա առհասարակ։ Սա մեր smart home համակարգն է։ Այո։ Խելացի տուն համակարգը։ Խելացի տուն համակարգն է, իմ ընկերներից մեկն է տեղադրել Հա, քո ընկերներից մեկն է տեղադրել։ Այո։ Հա, բայց անունը չտանք, որտեղ ասցիք մի տվեք, հետո իմ Instagram-ում գտնեք։ Չէ, տղաների անունը կարող եք տալ, կազմակերպություններինը նախընտրելի չէ։ Մեր ընկեր Հրաչն է ամբողջ տունը smart home արել։ Ինչ է իրանից ներկայացնում, ես մտածում եմ դա ուղղակի այդպես ավելորդություն է, բայց ընկերներից ով իրանից օգտվել է, ասես չէ, անպայման ունեցի շատ լավ բան է։ Ձայնային ու հեռախոսով կառավարում է ամբողջ տան լույսը, ջերմաստիճանը։ Մեկ օրինակ կարելի է։ Алиса, выключи свет во всем доме. Օ։ Իսկ հակառակը։ Алиса, включи свет во всем доме. Այս ամենի հայերեն տարբերակը դեռ չկա։ Դեռ չկա ցավոք սրտի, անգլերեն տարբերակը կա, Google ստանցիան երբ որ միացնում եմ, ու ռուսերեն տարբերակը երբ որ Yandex-ն ենք միացնում, ուղղակի ոնց որ սրա հնարավորությունը մի քիչ ավելի շատ է ու ամեն սենյակի համար, նույնիսկ սենյակի ամեն մասի համար առանձին ինքը աշխատում է։ Մեխանիկական կառավարում կա, թե միայն ձայնային։ Ստեղից, բջջային հեռախոսից ու ձեռքով էլ նույնիսկ։ Եթե կարելի է շարունակենք մեր բնակարանային բացահայտումները եւ ուր ենք գնում հաջորդիվ։ Ես կուզեմ գնանք աշխատասենյակ թե մեր սենյակ։ Հավանաբար ձեր ննջասենյակ։ Գնացինք։ Գնանք ձեր ննջասենյակ։ Ալիսային պետքա քնացնենք։ Գնանք ձեր ննջասենյակ, որպեսզի կարողանանք երեխային կավենու որ բեմի վրա հետո։ խաղում ենք, այսինքն թե ինչ է քայլում, այսինքն գնանք այտենց մեր ննջասենյակ, հետաքրքիր է նաև մեր դռները, իրենք Բայց մինչ այդ հետաքրքիր է սա ինչ է, Դավիթ։ Սա օդը մաքրող սարք է, գնել եմ ժուտ տան օդը մաքրելու, հիմա մենք ունենք 87% մաքրություն տանը ու կարանք նայենք այն մասնիկներից, որ խոսում են PM2.5 մասնիկների քանակը տոնը 9 Ինքը ամբողջ տան օդն է մաքրում, այս ցուրտ եղանակին, երբ որ մառախուղ է, մասնիկների քանակը շատ է, պանիկան էլ է շատ, ինչպես իմ մոտից, բայց այս օդ մաքրող սարքը բոլի
Քիչ թե շատ, փոքրի շատ է։ Փոքրի շատ է, մաքրում է տանոթը, չնայած ոնց ասես Դավիթը, հաստատ մի մոտ էլ հարց առաջ, բայց հաստատ թե ուղղակի թվեր է նկարում։ Հասանք ձեր ննջասենյակ։ Ահա։ Դռները իրոք որ շատ հետաքրքիր են։ Սա մեր ննջասենյակն է։ Այո։ Սովորական ննջասենյակ, պահարան, շորերն է մեր հեռուստացույց, որը երբեք չի միանում, պատերի նկարներ ու մահճական։ Այստեղ անցկացնում ենք գիշերը մենակ, որովհետև այն բանը չկա, որ ննջասենյակում շատ ժամանակ անցկացնեմ, որ գնանք իմ աշխատասենյակ, հիմնական օրը հենց ընդեղել անցնում է, կամ ասեի։ Ուրեմն հիմա գնանք ձեր աշխատասենյակ, հասկանանք ինչ է կատարվում ձեր ննջասենյակ, ձեր աշխատասենյակում։ Եկեք գնանք։ Նկարները կոնկրետ պատմություն ունեն, թե ուղղակի հետաքրքիր դասավորություն է։ Սև ուրեմն այստեղ կային մեծ նկարներ, ասենց 5 կտորով։ Նախքին տերը տարավ հետը ու մենք չէինք գտնում ասենց 5 կտորի նկար, որ մեր դուրը կգա։ Էլեկտրոնիկայի խանութներից մեկում կախված էր սև ուրփաթ էր, շատ առևտուր էր, արես երեխեք էս նկարն ինչ արժի, ասին այդ ձեզ նվեր ենք տալիս, ու տան 0 դրամով ձևակերպեցին, շնորհակալություն սիրելի մեր աշխատողներ, այստեղ նույն լամինատն է բանը։ Նույն տրամաբանությամբ։ Նույն տրամաբանությամբ, այստեղ հետաքրքիր է քարային լուծումն է, ասում է տանտակությունն եւ սրա հետ է կապված, որ ինքը այդպես տունը անդադ քաշում է, այսպես կոչված, ու մեր սիրելի բանը, պատշկամբը, որը շատ կարելի է դուրս գալ պատշկամբ։ Որ դուրս է գալիս դեպի շատ սիրուն տեսարան կա դեպի Երևան։ Դե կխնդրեմ օգնեք որպեսզի դուրս գանք, ահա։ Առավոտները այստեղ մեկ գավաթ սուրճի ներքո։ Դե ես ինչպես հասկացար սուրճ չեմ խմում։ Այո։ Մեկ գավաթ ջրի ներքո։ Մեկ գավաթ ջրի ներքո, հա, այստեղ առավոտն է, բայց մենք սուրճ ժամանակ ենք տեղափոխվել, դել ամառային Երևան չեմ վայելել, այստեղ երեկոյան է շատ գեղեցիկ, երբ որ ամբողջը սենց լուսավորված է, մեր հարևաններին սենց ձեռքով բարև ենք։ Ահա։ Միակ է մեզ են բարև։ Արձագանքում են, բարև ձեզ։ Հարևանների հետ շփում, ասացիք, որ կա, բարևում եք, միմյանց գոնե։ Մեծ մասամբ բժիշկներ են, շատ բժիշկներ կան, այսինքն մեծ մասամբ չէ, շատ հեշտ է գոլեգաներ են, ում ճանաչում ենք ու կանցնեն տարիներ եւ սա կդառնա մասիվի բժիշկների շենքը։ Շենքը, այդպես կասել։ Մասիվի բժիշկների շենքն է։ Այսպես մասիվը ես մասիվ գալիս էի առաջ մենակ առևտրի կենտրոն կամ ինչ որ հիվանդանոց մասիվի, իսկ հիմա ես հասկացա, որ սա Երևանի լավագույն թաղամասերից մեկն է։ Դավիթը շոյված է։ Շարունակենք։ Գնանք աշխատանք։ Կարելի է նշել նաև որ մասիվում են գտնվում։ 4-րդ մասիվ։ Շնորհակալություն։ Գնանք աշխատասենյակ երեխային հնարավորություն տանք որպեսզի ննջի հանգիստ։ Եվ հասանք ձեր աշխատասենյակ, կարծես թե։ Տան գլխավոր սենյակն է։ Տան գլխավոր սենյակը։ Տան գլխավորի գլխավոր սենյակը։ Սա իմ աշխատասենյակն է, առասարակ տունը գնելուց ես մտածում եմ, որ պետք է մի ավել սենյակ լինի, միշտ մտածում ենք, sense չէ, միտեղ լինի հաց ուտենք ու քնենք, բայց ինձ իմ մտավոր աշխատանքի համար, sense անում հետո բանկամ, պետք է սենյակ, որտեղ ես կարդում եմ, գրում եմ, սա էլի հինքնից մնացած, դայլայլում են, բայց սա էլի հինուց մնացած պաստառներ են, որոնք եթե մի օր որոշենք վերանորոգենք, բայց ես վերանորոգում տանել չեմ կարում։ Այդ process-ը չի թվում մարդ կա ինքան մազոխիստ է, որ սիրում է։ Սա իմ ընկեր Տեր Ներսես Ռուշանյանի նվերն է ինձ։ Տնօրնեքը ինքն է կատարել մեր տան, Տեր Ներսես ջերմ բարևներ ու sense փայտագործ գեղեցիկ աշխատանք է ինձ նվիրել Սուրբ Էջմիածինն է, ես ինքս հավատացյալ մարդ եմ ու Տեր Ներսեսի նվերը sense դրոշված է պատի վրա։ Գրքերը, իմ ամենաթանկ բանը, որ ես ունեմ, դա իմ գրքերն են, մասնագիտական գիրք տանը չկա։ Ես ունեմ, մի օր կհամենակ էլի չէին սպասում նկարենք իմ կաբինետում, գործի տեղը, իմ գրքերն են, ստեղ բոլոր միայն ու միայն իմ գրքերն են, որոնք ես կարդում եմ տարբեր ժամանակներում, տարբեր բան։ Ինչ եք կարդում հիմնականում։ Ես կարդում եմ non-fiction, fiction, գեղարվեստական, կլասիկա, հոգևոր, ամեն ինչ գրքեր, եթե կուզեք խորհուրդ տամ, սա աշխարհի ամենալավ գրքերից մեկն է։ Как устроена экономика Խանջուն Չանգն է գրել, սա մակրոտնտեսության մասին է, կմտածեք դե բժիշկ ես ինչ մակրոտնտեսություն, այդտեղ պարզ լեզվով բացատրվում է, էսի ինձ շնորհակալություն բալես, էս էլ քեզ, ան գնա։ Ահա, թող փոքրուց իմանա ինչպես է պետք մակրոտնտեսությունը ոնց է աշխատում, ոնց են պետությունները իրար ֆինանսավորում,
շատ լավ է գրված գիրքը, ստեղ իմ սիրած գրողներից եկեք տեղափոխվենք ստեղ։ Ես ֆանտաստիկայի մեծ սիրահար եմ, ու ստեղ գտնվում է, որ ասում եմ երրահատոր, որ բոլորը պետքա կարդան, սա Այզեք Ազիմովն է, Ակադեմիան, երկրորդ ակադեմիան եւ Ակադեմիա եւ կայսրությունը, սա այդ նույն շարունակությունն է Ակադեմիա սկիզբ եւ Ակադեմիան ու երկրագունդը։ Բոլոր դեռահասները իրենց կյանքում ինձ թվում է պետքա կարդան Ակադեմիան Ազիմովի։ Սա հայերեն թարգմանությունը ֆանտաստիկ էր, որ հայերեն ֆանտաստիկ թարգմանություն էր։ Ակադեմիան ինչի մասին է։ Պատկերացրեք կայսրություն տիեզերական, երկրագունդը վաղուց արդեն մոռացել են, կա տիեզերական կայսրություն ու կայսրությունը մի օր պետքա փլուզվի։ Ու շատ հզոր գիտնական Հենրի Սելդոնը որոշ բացահայտում է թե երբ է փլուզվելու կայսրությունը ու որոշում է որ իր կայսրության փլուզումը ինքը կարա 30,000 տարուց իջացնի դեպի 1000 տարի։ Ու ստեղծում է երկու ակադեմիա տիեզերքի տարբեր կողմերում ու գրքի գլխերի մեջ անցնում է մոտավորապես 2-300 տարի։ Ու ամեն 2-300 տարին մեկ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում ու ամենահետաքրքիրը որն է գրքի մի գլխում մի էջում կարդում ես մի մարդու մասին, որ հաց է ուտում այդ գրքում ու մյուսում ինքը պատմական կերպար է։ Ոնց որ այսօր Ալեքսանդր Մակեդոնացու հետ այդտեղ չայ խմես, թեյ խմես, մյուս հաջորդ կադրում Ալեքսանդր Մակեդոնացին դառնա պատմական կերպար է լինում։ Մի հատ գիրք էլ կուզեմ ձեզ ցույց տամ, սա էլ խորտ կտամ բոլոր մեծահասակներին կարդալ։ Այո։ Այստեղ երկու հատ կա, չէ, ես գրքերի մեծ մորի երկրպագու խոսամ կարելի է գրքերի մասին։ Դուգլաս Ադամս, ավտոստոպով գալակտիկայով, ավտոստոպը по գալակտիկե պատկերացրու երկրագնդին մնացել է մի քանի վայրկյան ու մի հատ այմոլորական մի հատ մարդ ուղակի հիճակով sense գալակտիկայի տարբեր մասերով են տեղափոխվում ու փորձում են հասկանալ կյանքի իմաստը որն է։ Այ որ գիրքը կարդաք կիմանաք կյանքի իմաստը որն է, շատ սյուր ստեղծագործություն է ու բոլոր քաղաքական գործիչները իրենց կյանքում պետքա կարդան արևմտյան ռազմաճակատում նորություն չկա, Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունը ինչի համար։ Եթե գրքի առաջի էջը շատ լավ բացահայտում է թե ինչքան վատ բան է պատերազմը։ Զինվորներն ուրախանում են, որ կրկնակի հաց են ուտելու։ Իսկ ինչի են կրկնակի հաց ուտելու, ջոկատի կեսը մահացել է։ Մարդկանց մեջ արդեն էմպաթիան կորել է, պատերազմի այդ սահմանն է լղոզել ու պատերազմի բոլոր արհավիրքները իզուր չի, որ ինքը արգելված է եղել Երրորդ Ռեյխում որպես ստեղծագործություն, որտեղ ինքը պացիֆիստական, գլոբալիստական ստեղծագործություն է, որը պատմում է, որ երկրագունդը պետք է ապրի առանց պատերազմների։ Դավիթ, խոսենք ձեր մասնագիտության մասին, իհարկե եթերի սահմանափակումներից ելնելով շատ չեն կարողանա ծավալվել։ Երիկամի խաղերից կարանք խոսենք։ Չէ, առհասարակ ինձ հետաքրքրում է մարդկանց գրագիտությունը, հատկապես ձեր ուղղվածությամբ, շատ է, քիչ է եւ հատկապես ինչ զավեշտալի դեպքեր մեզ կպատմեք մարդկանց գիտակցված չլինելուց։ Ուրեմն նախքան մինչև ես հակնոստերս եթե անում դեմ չեք, չէ՞։ Բացառիկ, միայն կողմը։ Տարիներ շարունակ ավելի վատ ա եղել, քան այն պահից, երբ որ մենք ընկերներով սկսեցինք բլոգ նկարել, ու մարդիկ սկսեցին լսել դրա մասին։ Գրագիտությունը շատ ավելի վատ չի, քան աշխարհի շատ երկրներում։ Մենք չենք կարող ասենք, «Օ, մեր մոտ սա գրագետ են, մենք ուրիշ տեղեր չէ, բոլոր տեղերում նույն իրավիճակն է, որ դու արտասահմանի քո գոլեգաները չփվում ես 100 նմանատիպ զավեշտալի իրավիճակ էլ իրանք կարան պատմեն, սկսած Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից ու Երևանից ու Աֆղանիստանից, ասենք բոլոր տեղերում նույն իրավիճակն է։ Ինչ վերաբերվում է մասնագիտական զավեշտալի պատմություն, իրանք արդեն զավեշտալի չեն, ոնց որ սովորական է դառնում, բայց լինում են օրինակ իմ համար շատ զավեշտալի է, երբ որ 35 տարեկան տղամարդ է գալիս մամայի հետ, չէ, ավելի խնդալու, երբ որ զանգում եմ բժիշկ ջան, երեխային ուզում եմ բերեմ ձեր մոտ, ասում եմ, ես մանկական ուրոլոգ չեմ, չէ, 32 տարեկան է, բալիկ, այդ ավելի զավեշտալի պատմություն է, զավեշտալի պատմությունները, երբ որ մարդիկ հարաբերություն են առաջի ամուսնական գիշերը, հետո ամուսինը գնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, հետո հետ է գալիս ու տենում է հղիություն չկա, ու դա զարմանում է, ոնց է ստացվում, 7 ամիս ամուսնացած ենք, երեխա չունեմ, բայց մի սեռական հարաբերություն են ունեցել այդ ամբողջ ընթացքում, երևի գոնե այդ մեկը եղել է։ Ու նմանատիպ շատ զավեշտալի պատմություններ են լինում։ Այստեղ այս պոլկայի վրա կուզեմ ցույց տամ 2 տարի առաջ հայ, մոլդովացի եւ վրացի ուրոլոգները միավորվեցին մի հատ լավ գաղափարի շուրջ,
3 մեծ կոնֆերանս 3 երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում եւ Վրաստանում։ Սա վրացական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից որպես լեկցիա եմ կարդացել այնտեղ, որպես մրցանակ հիշողություն, այսպես նրանց կողմից հետաքրքիր լեկցիա եմ կարդացել գենետիկ ասպեկտները տղամարդու անպտղության։ Սա մեր մոլդովացի կոլեգաներն են, իդեպ ժողովուրդ Կիշինյով գնացեք աշխարհի ամենալավ քաղաքներից մեկն է, համով, էժան ու գեղեցկուհիներ ամենուրեք։ Ձեր կինը կնայի այս հաղորդումը։ Կինս գիտի, ես իրան ասել եմ, ասում ստեղ նույնիսկ պանիր ծախող մորքուրները մոդելային արտաքին ունեն։ Սա մոլդովական ուրոլոգիական ասոցիացիայի կողմից նույնիսկ որպես լեկցիա կարդացած անձնավորություն, սպիկեր, ստեղ կարդացել է էրեկտիլ դիսֆունկցիայից, սա իմ ընկեր լոր բժշկուհի Գայանե Գալստյանի նվերն է իմ ծննդյան օրվա, շատ սիմվոլիկ, սա ես եմ, սա Ալիսան է, որտեղ նման կերպ Այստեղ մասնագիտական մի երկու հատ գիրք, որ ես բերել եմ, որ արձակուրդներին կարդամ, ու մնացած ստեղծագործությունները, որոնք ես պարբերաբար թերթում եմ, պարբերաբար կարդում եմ։ Դավիթ, կարծում եմ քչերը կհիշեն, որ դուք նաև ՈՒՀ-ում եք հանդես գալիս, ուրախների եւ հնարամիտների ակումբ, դա նույն ԿՎՆ-ն է։ Այո, այո։ Եվ ԿՎՆ-ը ձեզ դրդեց, որպեսզի արդեն խիստ մասնագիտության մեջ հումորով անդրադառնաք բոլորային խնդիրներին, որոնք որ ի հայտ են գալիս։ Ջերմագույն բարևներ մեր թիմի տղերքին, Արտուրի հետ էինք նոր խոսում, մեր ընդհանուր ընկերոջ։ Հա, ԿՎՆ-ը իմ կյանքը փոխել է, չի կա մարդ, ով նույնիսկ 1 ամիս այդ խաղի մեջ եղել է ու չի կարասի, որ կյանքը չի փոխել։ ԿՎՆ-ը քեզ թույլ է տալիս ուրիշ անկյան տակ նայել ամբողջ աշխարհին, այսինքն մի իրավիճակում դու նայում ես, ասում ես, սենց է, իսկ ՈՒՀ-ին, հա, ՈՒՀ-ին, սենց ասեմ, ՈՒՀ-ին Բայց հայ կա մեջ, լավ է։ Ու հայցին մի քիչ ուրիշ ձև այդ ամենին, նա մենք ունենք լաբորատոր մասնաշենքում փոքր սենյակ, այս աշխատասենյակից փոքր, որտեղ 15 հոգի մարդ հավաքվում ենք, ու սկսում ենք հումոր գրել, ու շատ հետաքրքիր է, որ դուք էլ կփաստեք ձեր մասնագիտություններից ելնելով, որ հումոր գրելը ու հումորով լինելը իրանք տարբեր բաներ են, խայտարակ տարբեր բաներ։ Ես տեսել եմ շատ լուրջ մարդկանց, ովքեր լուրջ դեմքով շատ լուրջ հումորներ են գրում ու շատ ծիծաղալու մարդիկ, ովքեր շատ հումորով են կյանքում, բայց որ ասես մի հատ սկիզբ, ավարտ, վերջ տուր, մի հատ ինչ-որ իրավիճակի ինքը երբեք չի կարողանա դա տա։ Իսկ ՈՒՀ-ն տվեց խոսելու հմտություն, դուք հիմա եք համոզվում դրանով, ցույց տվեց ելույթ ունենալու հմտություն, այսքան որ ելույթ եմ ունենում իմ տարիքում երիտասարդ, այդ ՈՒՀ-ի շնորհքն է։ ՈՒՀ-ն ցույց տվեց հումոր, ոչ միայն հումոր տեսնել, այլ նաև բարձրաձայնել։ ՈՒՀ-ն երկար տարիներ Սովետական Միությունում, Ռուսաստանում, Հայաստանում, տարբեր երկրներում խնդիրներ բարձրացնելու ամենահզոր հարթակներից մեկն է եղել։ Նույն կամիզակներ թիմը որ կար, չեմպիոնները, վերջի երևի ՈՒՀ-ում նայվող թիմերից մեկը, իրանց հումորների պատճառով իրանց քաղաքի քաղաքապետին գործից հանեցին կամիզակի, որտեղ իրանք անդադ հելում այդ մարդու վրա հումորներ էին անում, ու համապատասխան մարմիններին հետաքրքրեց այսքան այդ մարդը որ ձեռ են առնում, մի բան կա տակը, ու բացահայտված որ մեծ կոռուպցիոն սկանդալներ կա ու այդ մարդը զրկվեց պաշտոնից, այսինքն խնդիրներ տարբեր տեղերում բարձրացվել է ՈՒՀ-ով, ու այսօր պահը եկավ որ ես վերադարձա Ռուսաստանի Դաշնությունից սովորելուց ու պետք էր ինչ-որ ձև հայտնել, որ կամ ես լավ մասնագետ եմ, այդ ամեն ինչում ինձ հոգնեց հումորն ու մնացած այդ երևույթները։ Դավիթ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերության մի փոքր մեր մասին, 42 րոպեն ձեր մասին էր գնանք, վերջին սենյակը երեխայի սենյակն է կարծում եմ։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, արագ փորձենք դա էլ բացահայտել։ Արագ փորձենք բացահայտել, այո։ Ալիսա, ключи свет детской։ Օ։ Եկեք։ Շնորհակալություն։ Իսկ սկզբանե սենյակը եղել է մանկական, թե դուք եք ձևափոխել մանկականի։ Ահա։ Հա, իսկ սկզբանե եղել է մանկական սենյակ, մենք փոխել ենք էլի մենակ ներքնակներ եւ մնացած բոլոր ինչ որ հիգիենային է վերաբերվում։ Այս մոլին էր սեղանից ինչ-որ բան տարավ ուտելու։ Բարեախորժակ մոլին։ Եթե դեմ չեք մի հատ նայում էլի կներեք։ Մենք կդադարեցնենք մի պահ։ Մոլի, արիշտ։ Դավիթ,
Սաստեցիք մոլին, շնորհակալություն։ Ինքը կառաուլ դից սպասում է թե երբ է սեղանն ազատվելու, որ հասցնի ինչ-որ բան գողանա ուտի։ Ինչպես հասկանում եմ, տանը քարտեզներին մեծ ուշադրություն է դարձված եւ հիշում եմ նաեւ, որ ֆիլմերից մեկի մասին խոսելիս ասացիք, որ կար մի հերոս, ով ցանկանում էր տեղափոխվել այլ ժամանակահատված, եւ մեր վերջին հարցը ձեզ. դուք որ ժամանակահատված կուզեիք տեղափոխվել։ Ինձ թվում է մենք ապրում ենք պատմության լավագույն ժամանակահատվածում։ Եթե ռոմանտիզմին գնանք, հա, ես կուզեի ապրեի 20-րդ դարի կեսին Հոլիվուդում Կվենտին Տարանտինոյի մի անգամ Հոլիվուդում ֆիլմի այդ կերպարանքում, չգիտեմ այդպես, բայց եթե ռոմանտիզմը դնենք մեկ անգամ խոսենք ռեալիզմի մասին, փաստերով հասանելի եւ որակյալ առողջապահություն կա մեր դարում։ Հասանելի սնունդ կա մեր դարում։ Մենք առաջի սերունդն ենք, որ ավելի շատ խնդիրներ ունեն կապված ճարպակալման, քան սովի հետ։ Համաճարակների առումով, եթե մենք տեսել ենք COVID-19, մեր պապերը տեսնում են այդպես 2 տարի մեկ հատ ինչ-որ լուրջ հավաճարակ։ Այսինքն հաշվի առնելով կյանքի, ես ու դուք Վահան, Դավիթն էլ մեր հետ, գուցե Դավիթը երևի ավելի լավ, ապրում ենք մի ժամանակաշրջանում, մենք ավելի լավ ենք ապրում, քան Եգիպտոսի փարավոնները։ Մենք, ես ու դուք, որովհետև մենք օգտվում ենք այն բարիքներից, որ ստեղծել է մարդկությունը, ստեղծել է գիտությունը։ Իսկ գլխավոր շարժիչ ուժը երկրագնդի գիտությունն է։ Կուզեի ապրեի ապագայում գուցե, բայց անցյալ հաստատ չէ։ Անցյալ չէի գնա, միայն ապագա։ Միայն ապագա։ Ապագա որ թվականներ մոտավորապես, ձեզնից շատ տարիներ հետո, թե ձեր ծերության տարիները ենթադրենք։ Չէ, ես կուզեի տենց 2500-600 թվականները տեսնեի ինչա կատարվում, բայց երևի ես ոչ լեզուն կհասկանայի այդ մարդկանց, որ այդ ժամանակ լինեի, գուցե կանխատեսումներ ունեք, ինչպիսին կլինի աշխարհը այդ ժամանակ։ Ես պոզիտիվ եմ նայում կյանքին ու ես հույս ունեմ, որ պոզիտիվ կանխատեսումներ։ Ես պատկերացնում եմ տիեզերանավեր, ես պատկերացնում եմ, որ երկրագնդի վրա այլևս չկան պատերազմներ, ֆորմալությունը ամեն ինչը սահմաններ, այսինքն տարբեր տեսակի մարդկանց տարանջատություններ։ Մարդիկ նստում են տիեզերանավերը, թռնում են տարբեր մոլորակներ, թռնում են տարբեր գալակտիկաներ, տարբեր գալակտիկաներից գալիս հյուր։ Հիվանդությունների ախտորոշման բուժման համար կա մեկ հաբ, ընդհանրապես ասենց ինչ-որ գնում ենք, չէ՞, մենք դրան, որ ժամանակակից դասականներից մեկը իդեպ ձեր անվանակիցը նույնպես այդպես է կարծում եւ դա իր երազանքների աշխարհի մասին է ձեր անվանակիցը։ Դավիթ, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, մենք լիարժեք չհասցրեցինք խոսել, բայց հուսամ կունենանք հնարավորություն նաեւ քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում լինել ձեր տանը։ Կյանքի ամենալավ սթեյքը։ Տեսնենք։ Շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դռան մոտ։ Դե, ստեյցություն ձեզ, շնորհակալություն, որ եկաք, մեր երեխուն ա քնացնում, չենք կարող ամբողջ ընտանիքով ձեզ հաջողանանք, բայց բոլորի անունից սրտան շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր հաղորդման համար, երկար տարիներ մեր ժամանցը ապահովել է նաև չէին սպասում, լավ մնացեք ու ամենակարևորը դուք, թե հեռուստադիտողները առողջ լինեն։ Հիմա ես կարող եմ խոսել Դավիթ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի, բացահայտումների եւ շատ ու շատ խորհուրդների համար։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.